Հռչակավոր առակագիր Եզոպոսը մի հայտնի առակ ունի երկարականջ կենդանու նույն իր ավանակի, եթե կուզեք, էշի մասին։ Ուրեմն էշը ավանակն էլի պատահմամբ առյուծի մորթի է գտնում ու որոշում է հնարամտության դիմել, քաշել վրան ու իրեն առյուծ երևակայելով շրջել ագարակով, վախեցնել ընտանի կենդանիներին։ Հետո ոգևորված իր հաջողությունից ու թողած տպավորությունից, այս մեր էշը որոշում է անտառ մտնել ու վայրի գազաններին էլ վախեցնել իր կեղծ, բայց ահարկու ձայնով։ Վայրի կենդանիներից ոմանց սիրտն էլ է դողոնկնում էշի հանած ահարկու ձայներից եւ տեսնելով նրանց սարսափը, առյուծի մորթով էշը չի դիմանում ու հրճվանքից սկսում է էշի պես զռալ։ Աղվեսը, որ կենդանիներից ամենաշուստրին է, մոտենում է էշին ու ասում. «Համոզված եղիր, ես էլ կվախենայի, եթե չլսեի քո զռոցը»։ Արդ ինչ կցուցանե առակը։ Կցուցանե, որ որոշ տգետներ շինծ ու ինքնավստահությամբ փորձում են ուժեղի տպավորություն ստեղծել, բայց երբ բացում են բերաններն ու խոսում, անմիջապես մատնում են իրենց։ Այս առակը հիշեցինք, երբ նախօրեին լսեցինք ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը։ Ձևիցների խմբակը հիշում եք, ինչ հանդիսավորություն, աննախադեպություն էր փորձում հաղորդել իրենց առաջնորդի ելույթին, դրանում ասվելիքին, որից պետք է բոլորն առնվազն էկստազի մեջ ընկնեին, խենթանային ռետորական արվեստի բարձրակարգ մատուցումից, մեկ մարդու պես հունիսի 7-ին ընտրեին իրեն, Կալուգայի Սամոյին։ Երբ լսեցինք ելույթը, էկստազի փոխարեն մեզ համակեց սարսափը, ինչպես Եզեպոսի առակի էշի առյուծանալուց անտեղյակ հերոսներին։ Միայն թե այդ սարսափը հիասթափությունից էր։ Ակնկալում էինք, որ ուժեղների թիմը, օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաների նվաճումներից, Սամվել Կարապետյանին հնարավորություն կտա օգտվել ուղիղ եթերի հնարավորությունից, ապահովելով հանրահավաքի դրայվն ու վայբը։ Երբ, ասենք, մեծադիր էկրանի այն կողմից հրապարակում հանրահավաքի մասնակիցներին, ժիր ու առույգ գեղչուկ մանուկներին ու մեծահասակներին կողջուներ ու իր ուժեղ խոսքը կասեր մոնումենտում գտնվող իր դղյակի այգու կանաչ, վիթխարին կուզենու տակ նստած Սամվել Կարապետյանը։ Բայց ոչ, հնչեց մի ելույթ, որտեղ Սամվել Կարապետյան ներկայացող անձը շփոթեցնելու աստիճան նման էր ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին։ Նա էլ էր չէ կոմկուսի համագումարների կամ պլանային տարեկան ուղերձների ժամանակ հայտարարում. «Да здравствует Советский Союз! Да здравствует могуческий Советский Союз! Да здравствует Коммунистическая партия Советского Союза!» Փաստորեն հիմա էլ Սամվել Կարապետյանն է որոշել Բրեժնևյան ոճով ազդարարել փոփոխությունների մասին, տարբեր հաստության լապշաներ կախելով Հայաստանի ընտրողների ամեն ինչ լսած, տո նաև տեսած ականջներին, թե կգանք, կանենք, կբերենք, կստեղծենք, կլավացնենք, կբանակցենք, կ։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը եւ պաշտպանությունը, եւ մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն եւ ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով, խրոխտ ու ազդու ձայնով հայտարարեց Կարապետյանը, ձեռքը կրծքին զարկելով ու Եզոպոսի առակի գլխավոր հերոսի պես ոգևորված ազդարարելով։ Սրանց կեղծ անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք իրական հայկական սրտերով։ Մենք երբեք չենք մոռանալու, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը։ Տպավորություն է, որ պարոն Կարապետյանն այսքան ժամանակ իզոլյացիայի պայմաններում է ապրել, ինչ որ բունկերում,
Տեղյակ չէ, որ 2018 թվականի ապրիլից շուտով 8 տարի երկրում իշխանություն է փոխվել։ Իր նկարագրած իրավիճակը աղքատություն, հիվանդ տնտեսություն, թույլիկ դիվանագիտություն, պատերազմի վախ եւ պառակտվածություն, անցյալի Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մնացուկ են։ Հետևաբար, եթե փոփոխություն բերող ուժեղ առյուծ էր, թող մի ոտ շուտ բերեր։ Սերժ Սարգսյանի օրոք Երբ իր եղբայրը իշխանության կարկառուն ներկայացուցիչ էր, Սերժ Սարգսյանին ամենամոտ կանգնած մարդը եւ կարող էր համոզել տուն ուղարկել երրորդ նախագահին վլաստը փոխանցելով իրենց Կարապետյան եղբայրներին։ Այսպիսի պատմաքաղաքական առիթներ նկատենք նախկինում մի քանի անգամ եղել են։ Ասենք 2008 թվականի մարտի 1-ի սպանդից հետո, 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, 2015 թվականի բուրժուա դեմոկրատական հեղափոխության օրերին, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, նույնիսկ 2018-ի Թավշյա հեղափոխության օրերին, երբ Կարապետյանները կարող էին միանալ ժողովրդական շարժմանը, իրավիճակը սեփական ձեռքն առնելով։ Թե հիշյալ ժամանակաշրջանում Բրեժնևի իրավահաջորդ Պուտինը հրահանգ չէր իջեցրել ռուսական անձնագիրը գրպանում Հայաստան գալու եւ Սերժ Սարգսյանի տոնը խանգարելու համար։ 6-ից ավելի րոպե տևած ուղերձում ինչ որ ուժեղ բան այնուամենայնիվ կար։ Եվ այդ ուժեղ միակ բանը, որ արձանագրեցինք, Սամվել Կարապետյանի ուղերձը մոնտաժած անձի աշխատանքն էր։ Իրոք ուժեղ ոսկերչական աշխատանք էր կատարել տասնյակ դուբլ նկարահանված ելույթից նման մատերիալ ստանալու համար։ Իդեպ մինչ Սամվել Կարապետյանը կձայնագրի, կմոնտաժի եւ իր ունկնդիրներին կներկայացնի իր հաջորդ ուղերձը, առաջարկում ենք 10 տարբերություն գտնել նրա այս ուղերձի եւ Լեոնիդ Իլիչի ուղերձի միջև մատուցման ձևի եւ ոճի առումով։ Բարի դիտում ենք մաղթում։ Здравствуйте, дорогие юные друзья. А пока ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ желаю всем вам здоровья, счастья, мирной и радостной жизни. Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար